Ողջույն, պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանների բոլոր առաջադրանքների մանրամասն լուծումները վիդեո դասերով շուտով հասանելի կլինեն դիմորդի ուղեցույց.am կայքում: Ներկա պահին հասանելի են առաջին շտեմարանի 3-րդ գլխի տարածաչափության բաժնի առաջադրանքների լուծումները: Մի փոքր անց կկարողանաք դիտել դրանցից մեկը: Կարդացեք նաև հաճախ տրվող հարցերի էջի բովանդակությունը: Ինչպես նաև ուշադրություն դարձրեք յութուբյան ալիքի համայնքներ բաժնին, որտեղ ես կկատարեմ գրառումներ: Ութերորդ ABC, A1, B1, C1 կանոնավոր եռանկյուն պրիզմայում Ե-ն, F-ը և D-ն համապատասխանաբար AC, B1, C1 և AB կողերի միջնակետերն են: Բարի: Կանոնավոր եռանկյուն պրիզմա նշանակում է ուղիղ պրիզմա, որի հիմքում կանոնավոր եռանկյուն է: ABC-ն, A1, B1, C1-ը կանոնավոր եռանկյուններ են ուրեմն: Հիմա եկեք կարդանք հարցերը: Առաջինը C1D հատվածի երկարությունը հավասար է EF հատվածի երկարությանը: C1D-ն հավասար է EF: Եկեք նկատենք, որ F կետը, քանի որ B1 C1-ի միջնակետն է, ուրեմն FC1-ը հավասար է B1 C1-ի կեսին: Բայց B1 C1-ը հավասար է BC, այսինքն FC1-ը հավասար է BC-ի կեսին: Եվ նկատենք, որ D կետը AB-ի միջնակետն է, E կետը AC-ի միջնակետն է, ստացվում է, որ DE-ն ABC եռանկյան միջին գիծն է, ուրեմն զուգահեռ է BC-ին և հավասար է նրա կեսին: Փաստորեն DE-ն հավասար է BC երկրորդ, բայց BC երկրորդի է հավասար նաև FC1-ը: Այսինքն DE-ն և FC1-ը իրար հավասար են: Եվ մյուս կողմից FC1-ը, քանի որ ընկած է B1 C1-ի վրա, B1 C1-ը զուգահեռ է BC, DE-ն էլ է զուգահեռ BC, ստացվում է, որ DE-ն և B1 C1-ը զուգահեռ են, այսինքն DE-ն և FC1-ը նույնպես զուգահեռ են: Ստացվում է FC1-ը և DE-ն զուգահեռ են և իրար հավասար են: Նշանակում է FC1ED քառանկյունը զուգահեռագիծ է: Հասկանալի է: Եկեք ուրեմն E-ն միացնենք C1-ի, D-ն միացնենք F-ի, կարող ենք նաև D-ն միացնել B1-ի, հետագայում միևնույնն է պետք է գալու: Այստեղ ցույց տանք, որ DE-ն հավասար է փաստորեն FC1-ի, հավասար է BC-ի կեսին: Հաշվի առնելով, որ ABC-ն կանոնավոր եռանկյուն է, DE-ն հավասար է BC երկրորդ, հավասար է նաև AC երկրորդ, AB երկրորդ, դրա համար այս բոլորը մի գծով ցույց տվեցինք նրանց հավասարությունը: Ու միանգամից ցույց տանք, որ քանի որ զուգահեռագիծ է, ուրեմն DF-ն ու EC1-ը նույնպես իրար զուգահեռ են և հավասար են, որտև կարող է պետք է, հասկանալի է, դրանց հավասարությունը կամ զուգահեռությունը: Մի խոսքով հիմա պետք է պատասխանել առաջին հարցին, որը պնդում է, որ C1D հատվածի երկարությունը հավասար է EF հատվածի երկարությանը: Մենք հասկացանք, որ C1EDF-ը զուգահեռագիծ է: Եթե զուգահեռագծի անկյունագծերը լինեն հավասար, դա ինչ կնշանակի, որ այդ զուգահեռագիծը ուղղանկյուն է, չէ՞: Ինչու՞, հիմա կհարցնեք շատերդ: Որտև եկեք այստեղ թեթևակի գծելով բացատրենք: Եթե ունենք ինչ-որ ABCD զուգահեռագիծ, այս թող լինի AC անկյունագիծը, այս BD անկյունագիծը, գրենք ABCD: Եթե AC և BD անկյունագծերը իրար հավասար են, դա մեզ ինչ է տալիս: Նախ, քանի որ սա զուգահեռագիծ է, եթե AB կողմի երկարությունը A-ը, AD-ը B-ը, AD-ին հավասար է BC-ն, ստացվում է սա էլ է B: Եթե դիտարկենք ABD և ABC եռանկյունները, տեսեք AB, BC, այստեղ AB, AD: AB-ն ընդհանուր կողմ է, կարելի ասել երկուսն էլ ունեն AB երկարությամբ կողմ: Եվ մյուս կողմից BC-ն ու AD-ն իրար հավասար են: Ստացվում է ունեն երկու հավասար կողմեր: Եվ բացի դա, եթե անկյունագծերը իրար հավասար են, ստացվում է AC-ն հավասար է BD, ստացվում է AC-ն ABC-ի երրորդ կողմն է, BD-ն ABD-ի երրորդ կողմն է: Ստացվում է ABD և ABC եռանկյունները հավասար են ըստ երեք կողմերի:
Դե եռանկյունների հավասարությունից էլ հետևություն են կատարում, որ հավասար կողմերի դիմաց ընկած են հավասար անկյուններ, ստացվում է, որ ABD եռանկյունում BD կողմի դիմացի անկյունը հավասար ABC եռանկյունում AC կողմի դիմացի անկյունը, այսինքն անկյուն A-ն հավասար անկյուն B, բայց չէ որ ABCD-ն զուգահեռագիծ է, որում անկյուն A գումարած անկյուն B-ն հավասար է 180 աստիճան, եթե իրար հավասար են գումարը 180 աստիճանը, ստացվում է, որ յուրաքանչյուրը 90 աստիճան է։ Սա էլ է 90, սա էլ է 90, վերջ, զուգահեռագծի երկու անկյունները ուղիղ է, առավելապես մեկն էլ էր բավար, բայց առավելապես, որ երկուսը ուղիղ է, ուրեմն այդ զուգահեռագիծը ստացվում է, որ ուղղանկյուն է, հասկանալի է, այսինքն եթե մեր DFC1E զուգահեռագծի C1D եւ EF անկյունագծը իրար հավասար լինեն, կստացվի, որ դա ուղղանկյուն է, իսկ դա արդյոք մեզ հակասության չի բերում։ Եկեք նկատենք, որ դա բերում է մի կարևոր փաստի, որը հակասում է մեր խնդրի պայմանին։ Եթե սա լինի ուղղանկյուն, կստացվի, որ անկյուն FDE-ն հավասար է 90 աստիճան։ Եկեք նկատենք, որ FE-ն եւ FD-ն իրար հավասար են։ Ինչու են իրար հավասար։ Եթե շատ չխորանանք այս պատկերի մեջ ու միայն հասկանալով այն, որ ABC-ն կանոնավոր եռանկյուն է, սա է կանոնավոր եռանկյուն պրիզմա է, AB-ի միջնակետը D-ն է, AC-ի միջնակետը E-ն է, ուրեմն D եւ E կետերը հավասարահեռ են B1 C1-ի միջնակետից, կարող ենք ասել, որ իրար հավասար են, բայց որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչու են հավասար, եկեք մենք F կետը միացնենք BC-ի միջնակետին, կարելի է կետագծերով դա տանել։ Եթե F-ը միացնենք BC կողմի միջնակետին, կստացվի, որ F ենթադրենք ինչ տար դնենք, տեղ կարելի է դնել օրինակ, այստեղ D կետ չկա, թող լինի D կետը, կստացվի, որ FD-ն զուգահեռ է կողմերին կողերին եւ ուղղայացա հիմքի հարթությանը, չէ՞, սա ուրեմն D կետ, չէ, D կետ կար, ներողություն, ուրեմն թող լինի Q կետ ինչ որ, սա Q կետն է, եթե BC-ի միջնակետին միացրեցինք F-ը, ստացվում է, որ BQ-ն հավասար է B1F, չէ, որտեղ BQ-ն BC-ի կեսն է, B1F-ը B1 C1-ի կեսն է, B1 C1 ու BC-ն իրար հավասար են, BQ-ն ու B1F-ն իրար են հավասար։ Եվ մյուս կողմից B1F-ը եւ BQ-ն զուգահեռ են, որտեղ գտնվում են զուգահեռ B1 C1 եւ BC ուղիղների վրա։ Ստացվում է, որ B1FQ քառանկյունում B1F-ը զուգահեռ է BQ եւ հավասար է BQ, այսինքն ստացվում է, որ սա զուգահեռագիծ է, նշանակում է, որ FQ-ն զուգահեռ է BB1 եւ հավասար է BB1, իսկ դա նշանակում է, որ FQ-ն նույնպես ուղղայացա հիմքի հարթությանը, դա էլ լրացուցիչ որպես ինչ որ տվյալ։ Հիմա հաշվի առնելով այն փաստը, որ Q կետը BC-ի միջնակետն է, եւ եթե մենք Q կետը միացնենք D-ին եւ E-ին, տեսեք ինչ հետաքրքիր իրավիճակ է ստացվում։ Q-D-ն, քանի որ Q-ն BC-ի միջնակետն է, D-ն AB-ի միջնակետն է, ուրեմն ABC եռանկյան միջին գիծը, որը զուգահեռ AC-ին եւ հավասար է նրա կեսին, հասկանալի է, հավասար է նրա կեսին։ Q-ն, քանի որ Q-ն BC-ի միջնակետն է, E-ն AC, Q-ն էլի ABC եռանկյան միջին գիծը զուգահեռ AB-ին եւ հավասար է նրա կեսին։ Դե ստացվում է, որ Q-ն ու DQ-ն իրար հավասար են, իսկ եթե Q-ն ու DQ-ն հավասար են, FQ-ն էլ ընդհանուր է, ընդ որում FQ-ն մենք պարզեցինք, որ ուղղայացա հիմքի հարթությանը, ուրեմն ուղղայացա նրա մեջ ընկած ցանկացած ուղի, ուղիղ անկյունը ստեղից հանենք, ուրիշ անկյուններ ցույց տանք, ուրեմն ուղղայացա նաև Q-ին եւ D-ին, փաստորեն այստեղ կա ուղիղ անկյուն, այստեղ է կա ուղիղ անկյուն։ Ստացվում է, որ FQ-D-ն եւ FQ-ն, FQ ընդհանուր էջով ուղղանկյուն եռանկյուններ են, հասկանալի է։ Եվ այդ ուղղանկյուն եռանկյուններում, եթե FQ էջը ընդհանուր այլ կերպ ասած ունեն FQ-ին հավասար էջեր, մյուս էջերը DQ-ն եւ Q-ն է պարզեցինք, որ իրար են հավասար, ստացվում է էջերը հավասար են, ուրեմն այս ուղղանկյուն եռանկյունները հավասար են։ Ուրեմն FD ներքնաձիգը եւ FE-ի ներքնաձիգը իրար հավասար են, հասկանալի է։ Այդտեղից է ստացվեց, որ FE-ն եւ FD-ն իրար հավասար են։ Դե եթե FD-ն ու FE-ն իրար հավասար են, հետ վերադառնանք այն մեր ուղղանկյուն լինելու փաստին, որ եթե FC1 ED զուգահեռագծի անկյունագծերը հավասար են, սա ուղղանկյուն է, ստացվում է անկյուն FD-ն ուղիղ է,
Բայց քանի որ FD-ն հավասար է FE, ուրեմն FD-ն հավասարացրուն եռանկյուն է DE հիմքով, ուրեմն հիմքին առընթեր անկյունները իրար հավասար են, ստացվում է, որ անկյուն FE-դն էլ է հավասար 90 այստեղ, այսինքն սա էլ է ուղիղ, նշանակում է FD-ը եռանկյան մեջ ունենք երկու ուղիղ անկյուն, ինչը հնարավոր չէ, այսինքն այդպիսի եռանկյուն գոյություն չունի, դրա համար գալիս ենք հակասության, ուրեմն չի կարող անկյուն FD-ն լինել ուղիղ. Եվ եթե անկյուն FD-ն չի կարող լինել ուղիղ անկյուն, ստացվում է, որ FD-C1-ը չի կարող լինել ուղղանկյուն, իսկ դա նշանակում է, որ զուգահեռագծի անկյունագծերը չեն կարող իրար լինել հավասար, եւ ուրեմն կասենք, որ C1D եւ EF հատվածների երկարությունները իրար հավասար չեն, ուրեմն առաջի պնդումը սխալ է։ Բավականին երկար տևեց այս ամեն ինչը ստանալը, բայց մենք ահագին հիմքեր գցեցինք նաև մյուս հարցերին պատասխանելու համար, հա։ Առաջի հարցն է, թվում է պետքա ծանր բան չլինի, ծանր չի, բայց կարևոր է։ Մյուս հարցերն է փող կապակցված են իրար հետ, հասկանալի է։ Դրա համար իզուր չէր այն ժամանակը, որ մենք ծախսեցինք այս դատողությունների վրա։ Մյուս կողմից է կարող էինք այսպիսի դատողություններ չանեինք, ուրիշ ձևի դատողություններ անելով, էլի տեսնեինք, որ իրար հավասար չեն, կամ դատողությունների փոխարեն կատարեինք հաշվարկ, օրինակ C1D-ի երկարությունը գտնեինք, EF-ը գտնեինք ու իրար հետ համեմատենք, տեսնեինք իրար հավասար են թե չէ։ Օրինակ ինչպես կարող էինք գտնել C1D հատվածի երկարությունը C1D հատվածի երկարությունը կարելի էր գտնել C1DC ուղղանկյուն եռանկյունուս Պյութագորասի թեորեմով, իսկ EF հատվածի երկարությունը կարող են գտնել EFQ ուղղանկյուն եռանկյունուս Պյութագորասի թեորեմով։ Ու նկատենք, որ այդ երկու ուղղանկյուն եռանկյուններն ունեն հավասար էջեր FQ-ն եւ C1-ը, բայց C1DC ուղղանկյուն եռանկյան DC էջի երկարությունը հավասար չի EFQ ուղղանկյուն եռանկյան QE էջի երկարությանը, որ հավասար լիներ, նոր կստացվեր, որ FE-ն ու C1D-ն իրար հավասար են։ Իսկ ինչու DC-ն եւ QE-ն իրար հավասար չեն, որտեղ ABC-ն կանոնավոր եռանկյուն է, DC-ն ստացվում է AB կողմին տարված բարձրություն է, եւ եթե կողմի երկարությունը եռանկյան A-ը, սա կանոնավոր եռանկյուն է, կողմին տարված բարձրության երկարությունը A արմատ 3 երկրորդ է։ Իսկ Q-ն միջին գիծը հավասար է կողմի կեսին, A երկրորդ է, դե վերջ իրար հավասար չեն։ Դրա համար է ասում ենք, որ ուրեմն Պյութագորասի թեորեմով որ գտնենք ներտնաձիգները, էլի իրար հավասար չեն լինի։ Այսինքն երկու տարբերակ կա, կամ տենց արագ հաշվարկով պատասխանում ենք սխալա, կամ դատողություններ անելով, որ ավելի էլեգանտ, բայց մի քիչ ժամանակատար լուծում է, չնայած եթե փաստերը գիտեք, արդեն ձեզ համար ամեն ինչ պարզ է դառնում, որ էլի այդպիսի բան չի կարող լինի։ Մի խոսքով ասում ենք, որ սխալ է։ Հիմա հատուկ առաջինի համար ես գրեմ, որ մենք պարզեցինք, էլ այդ ամեն ինչը չգրեմ, հա, որ ուրեմն DEC1F-ը զուգահեռագիծ է ու եթե C1D-ն հավասար լինի EF, կստացվի, որ DEC1F-ը ուղղանկյուն է, կհետևի, որ անկյուն FD-ն հավասար է 90 աստիճան, որը հավասար է անկյուն FED, այսինքն անկյուն FED-ն է կլինի 90 ուրեմն աստիճան, հետևաբար եռանկյունի FD-ում կլինի երկու ուղիղ անկյուն ու ասում ենք եկանք հակասության, հետևաբար դրանք իրար հավասար չեն, իսկ երկրորդ եղանակով առաջինի, ուրեմն ստա գրենք 1-ի A, ուրեմն 1-ի B-ով, հետևյալն ենք ասում ենք C1D-ն հավասար է քառակուսի արմատ DC քառակուսի գումարած C1 քառակուսի, իսկ արդեն մյուսը ուրեմն EF-ը հավասար է քառակուսի արմատ QE քառակուսի գումարած FQ
Q քառակուսի, ճիշտ է, F-ն ու CC1-ը իրար հավասար են, նրանց քառակուսիները հավասար են, բայց DC-ն ու Q-ն իրար հավասար չեն։ DC-ն արեց A արմատ 3 երկրորդ, իսկ դա նշանակում է ինչ։ Արմատ 3-ը 1 ու քանիս է, չէ, 2-ից փոքր է։ Այսինքն A արմատ 3 երկրորդը դա A անգամ 1-ից փոքր մեծություն է։ Այսինքն դա A-ից փոքր է, բայց մեզ A-կեսի հետ է պետք համատել։ Այսինքն լավ դժվար չի հասկանալ, որ DC-ն Q-ից մեծ է, հա։ Հենց մեկ այն պատճառով, որ Q-ն հավասար է AD, իսկ DC-ն ու AD-ն CDA ուղղանկյուն ուրեմն եռանկյան էջեր են, դրանցից մեծը n է, որի կիրառում ենք այն փաստը, որ մեծ անկյան դիմաց ընկած է մեծ կողմ։ Մեծ էջը n է, որի դիմացի անկյունը ավելի մեծ է։ DC էջի դիմացի անկյուն DAC-ն է, որը 60 այսչյան է։ Իսկ AD-ի դիմացի անկյունը DC-ն է, որը BC-ի կեսն է, 30 այսչյան է։ Դրա համար է D-ն DC-ից փոքր է, այսինքն Q-ն DC-ից փոքր է։ Այնպես որ կարելի է միանգամից ցույց տալ, որ C1D-ն F-ից մեծ է, եւ ուրեմն հաստատ իրար հավասար չեն, հասկանալի է, մեծ ասա, ավելի, ահա, մի խոսքով առաջինը ասենք սխալ է, հիմա երկրորդը, F-ը զուգահեռ է B1 ուրեմն D-ին, F-ը B1 D-ին, այո, որտեվ D-ն ու B1F իրար հավասար են եւ իրար զուգահեռ են, ուրեմն D-F B1-ը զուգահեռագիծ է, ստացվում է, որ F-ն հավասար է, որ զուգահեռագիծ է, փաստորեն B1D-ն ու F-ն իրար հավասար են ու զուգահեռ են, հիմա ասում եմ, F-ը զուգահեռ է B1D, կասենք ճիշտ է եւ բացի դա իրար հավասար են, ուրեմն սա ճիշտ է։ Երկրորդը այստեղ գրենք, հա, D-ն ուրեմն զուգահեռ է B1F եւ D-ն հավասար է B1F, որտեղ երկուսն է հավասար են BC-ի կեսին, հետևաբար D-F B1-ը զուգահեռագիծ է եւ ուրեմն հետևաբար D-B1-ը հավասար է EF եւ D-B1-ը զուգահեռ է EF, հասկանալի է։ Ահա, զուգահեռ են։ Ու եկեք երևի թե այս պահին կարելի է արդեն B1D C1-ի մասին ինչ-որ բան ասել կամ եկեք երրորդին է պատասխանենք, նոր ասենք։ Տեսեք, երրորդում ասում է B1E եւ FC ուղիղները հատվում են։ B1E եւ FC, ուրեմն FC-ն ուր արդեն տառերը խառնում են։ FC-ն սա է, իսկ այդ մեր B1D-ն սա է։ B1D չեն, հերոքություն B1E, B1E-ն սա է, F-ն սա է, սրանք արդյոք հատվում են։ Եթե նկատեցիք, F-ն ընկած է B1F, հերոքություն B1C1C, հա, B1C1C հարթությունում, F-ն այդ հարթությունում ընկած է։ Իսկ B1E-ն այդ հարթությունը հատում է B1 կետում, այսինքն հատում է FC-ին չպատկանող B1 կետում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է պարզապես, որ B1-ը եւ FC-ն խաչվող ուղիղներ են, որտեղ նորից եմ կրկնում, B1-ը հատում է FC ուղիղը պարունակող B1C1C հարթությունը FC-ին չպատկանող B1 կետում։ Եթե խաչվող են, ուրեմն ասում է հատվում են, կասենք սխալ է։ Ուրեմն երրորդի համար այստեղ գրենք, հա, որ այդ մեր ուրեմն B1E-ն հատում է FC-ն պարունակող, ուրեմն ոնց գրենք, լավ, գրենք հարթությունը, հատում է B1 C1C հարթությունը B1 կետում, որը չի պատկանում մեր մյուս ուղիղը, ուրեմն FC-ն էր, որը չի պատկանում FC, չէ, դե ուրեմն կասենք, որ խաչվող են, ուրեմն B1-ն եւ F-ն խաչվող են, վերջ։ Եվ այ հիմա եկեք արդեն B1D C1 քառանկյան մասին
ամփոփիչ ինչ-որ փաստեր արձանագրենք։ Նախ են, որ B1 C1-ը զուգահեռ է BC DN-ը զուգահեռ է BC, B1 C1 ու DN զուգահեռ են։ Եթե այդ ուղիները զուգահեռ են, ուրեմն նրանք ընկած են մի հարթության մեջ։ Այսինքն B1 C1 ուղիղը եւ DN ընկած են մի հարթության մեջ, այստեղ գրենք, հա։ Ուրեմն B1 C1-ը զուգահեռ է DE, հետևում է ընկած N միևնույն հարթությունում։ Եթե այդ երկու ուղիղները ընկած են նույն հարթությունում, նշանակում է, որ այդ ուղիղների բոլոր կետերը ընկած են այդ հարթությունում։ Այսինքն B1-ը, D-ն, E-ն, C1-ը, F-ը եւ այլն բոլոր կետերը, հա, ընկած են այդ հարթությունում։ Դա գրենք։ Հետևաբար B1-ը, D-ն, E-ն, C1-ը, B1-ը, D-ն, E-ն, C1-ը, F-ը եւ այլն։ Սրանք ընկած են նույն հարթությունում։ Հասկանալի է, նույն հարթությունում են ընկած։ Իսկ եթե ընկած են նույն հարթությունում, այդ կետերը, որ միացնենք հատվածներով, այսինքն B1-ը, D-ն, E-ն եւ C1-ը, որ միացնենք հատվածներով, կստանանք B1, D, E, C1 քառանկյունը։ Նկատում ենք, որ B1 C1-ն ու D-ն իրար զուգահեռ են։ Ուրեմն սա սեղան է, B1 D-ն ու E C1-ը իրար զուգահեռ չեն, դրա համար չի կարող սա դառնալ զուգահեռագիծ։ Ինչու զուգահեռ չեն, որովհետև B1 D-ն ու F-ն են զուգահեռ, իսկ F-ն ու C1-ն հատվում են, կամ C1-ն ու F-ն են զուգահեռ, իսկ F-ն ու B1-ն հատվում են, իսկ չեն կարող B1 D-ն ու C1-ն իրար զուգահեռ լինեն։ Դրա համար ստացվում է, որ այնպիսի քառանկյուն է, որի երկու կողմերը հանդիպակաց կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը ոչ, հասկանալի է, սա ստացվում է, որ սեղան է։ Եվ հավասարասրուն սեղան է, որտեղ B1 D-ն ուրեմն այս երկու գծերով որ նշեցինք մենք հիմնավորեցինք ինչ-ինչոց էր։ Հա, մենք ասացինք, որ F-D-ն ու F-ն իրար հավասար են, իսկ F-D-ին հավասար է C1-ն, F-ն-ը հավասար է B1-ն, այսինքն B1-ն ու C1-ը իրար են հավասար։ Դրա համար այս բոլորը երկու գծերով ցույց տվեցինք, այսինքն B1-ն հավասար է DF, հավասար է F-ը, հավասար է EC1։ Ստացվում է, որ եթե B1-ն ու EC1-ը հավասար են, նշանակում է, որ սա հավասարասրուն սեղան է եւ երևի այսքանը հավասարասրուն սեղան։ Եկեք այն մյուս գծերն է ուրեմն տանենք, հա, F-ը B1 C1-ի միջնագետն է, F-ը պետք է միացնենք եւ E-ին եւ ուրեմն D-ին, մոտավոր այսպիսի բան։ Նկատենք, որ իսկապես DF-ը, այսինքն ճշգրիտ եմ, էլի մոտավոր գծը, DF-ը զուգահեռ է EC1-ին, EF-ը զուգահեռ է B1 D-ին, այս բոլորը իրար հավասար են, այս 4-ը իրար հավասար են։ Խոսքով, այս փաստն է արձանագրենք, հետագա հարցերին պատասխանելու ժամանակ միգուցե պետք է։ Հիմա կարդում ենք 4-րդ հարցը, ասում է E, C1, B1 եւ D կետերը գտնվում են միևնույն հարթության մեջ։ E, C1, B1 D, այո, մեր E, C1, B1 D հավասարսում սեղանի գագաթներն է, մենք արդեն հիմնավորեցինք, որ դրանք ընկած են միևնույն հարթության մեջ, կասենք ուրեմն ճիշտ է։ Լավ, էլ չգրենք, որ դա հավասարասրուն սեղան է, ակնհայտ է, որ հավասարասրուն սեղան է, կամ լավ, ուզում եք ներքևը միտեղ գրենք, որ B1 D E C1-ը հավասար է սրուն սեղան է։ Բարի։ Ուրեմն 4-ը ճիշտ է, հիմա 5-րդ, ասում է B1 FD եռանկյունը հավասար է սրուն է B1 FD։ Այո, տեսեք, B1 D-ն եւ FD-ն իրար հավասար են, B1 FD եռանկյունը հավասարասրուն է, կասենք ճիշտ է։ Եվ մնաց 6-րդը, FD ուղիղը հատում է A1 C1 C նիստը ընդգրկող հարթությունը։ FD ուղիղը հատում է A1 C1 C նիստ ընդգրկող հարթությունը։ Չի հատում, պետք է այստեղ ուշադիր լինել, FD-ն զուգահեռ է EC1-ին, իսկ EC1 ուղիղը ընկած է A1 C1 C հարթությունում։
DF-ը ընկած չի այդ հարթությունում, բայց DF-ը զուգահեռ այդ հարթության մեջ ընկած YC1 ուղին, դե ուրեմն DF-ը զուգահեռ է A1 C1 հարթության ըստ ուղի եւ հարթության զուգահեռության հայտանիշի։ Եթե զուգահեռ է, ուրեմն ընդհանուր կետ չունեն, այլ կերպ ասած չեն հատվում։ Պես որ FD ուղիը չի հատում այդ հարթությունը։ Ասում է հատում է, կասենք, որ սխալ է, այստեղ վերջինը ուրեմն 6-րդում գրենք, որ ինչ ուղիղներ էր, մի րոպե, FD եւ YC1, ուրեմն FD-ն զուգահեռ է YC1, որը ընկած է A1 C1C-ն է, A1 C1C հարթությունում եւ ուրեմն FD-ն, այստեղ գրենք, FD-ն ընկած չէ այդ A1 C1C հարթություն եւ ուրեմն FD-ն զուգահեռ է A1 C1C հարթությանը, այնպես որ չի հատում, կասենք սխալ է, հասկանալի է։ Ուրեմն ստացանք, որ վերջինը սխալ է, ստացանք 5-րդը ճիշտ է, 4-րդը ճիշտ է, 3-րդը հատվում է սխալը խաչվող էին, երկրորդը զուգահեռի պահը ճիշտ է եւ առաջինը սխալ է, իրար հավասար չեն։ Շատ կարևոր օրինակ էր, հաջող ստացված օրինակ էր։ Հա, ու այստեղ չմոռանամ ասեմ, որ առաջին հարցին պատասխանելու վերջաբանը ես այդ ձև էի նախապատրաստել, որովհետև երբ որ մենք ասեցինք, որ EF-ն ու C1D-ն եթե լինեն իրար հավասար, սա զուգահեռագիծ է, ուրեմն ստացվում է, որ սա ուղղանկյուն է, ուղղանկյան անկյունները կլինեն ուղիղ, ես որոշել եմ, որ D-C1 անկյան ուղիղ լինելու մասին խոսեմ ու այդտեղից ուրիշ ուղղությամբ շարժվենք ու հասկանանք, թե ինչու են գալի հակասության, հասկանալի է։ Տեսեք, եթե EDF-C1-ը ստացվի ուղղանկյուն, բոլոր անկյունները ուղիղ են, չէ՞։ Եվ եկեք շեշտը դնենք հենց անկյուն D-C1-ի վրա։ Կստացվի, որ այս անկյունը ուղիղ անկյուն է։ Այս անկյունը ուղիղ անկյուն է։ Դե եթե այդ անկյուն լինի ուղիղ անկյուն, եկեք նկատենք, որ C1C-ն ուղղահայաց է հիմքի հարթությանը։ C1G-ն ուրեմն թեք է, YC-ն C1G թեքի պրոյեկցիան է հիմքի ABC հարթության վրա։ Ստացվում է, եթե D-ն ուղղահայաց է YC1, իսկ YC1-ն թեքն է, D-ն է թեքի հիմքով անցնող ուղիղն է այդ հարթության մեջ։ Ստացվում է, որ 3 ուղղահայացների թեորեմի հակադարձ թեորեմով D-ն ուղղահայաց կլինի նաև թեքի պրոյեկցիան, այսինքն YC-ին, այսինքն անկյուն D-C-N կլինի ուղիղ անկյուն, հասկանալի է, նրա մեծությունը կլինի 90 աստիճան, բայց անկյուն D-C-N դա 120 աստիճան մեծությամբ անկյուն է, չէ, որովհետև D-ն զուգահեռաբեց է, անկյունը 60 աստիճան է, ամբողջը փռված անկյունը 180 աստիճան է, ուրեմն 180-ից որ հանենք 60 կստացվի անկյուն D-C-N 120 աստիճան է, ոնց կարի 90 աստիճան լինի։ Հասկանալի է, այդտեղ գալիս ենք հակասության։ Այդ ձևով է ես նախապատրաստել հարցին պատասխանելը, բայց այն որ ասում են ինչ մտածում ես ու ինչ ուղղությամբ ուղղդ գնում է, պետքա հետևից այդ ուղղությամբ գնաս, չպետքա ընդհատես, չպետքա ասես չէ մի րոպե ես սենց էի ուզում կամ ինչու պետքա սրա մասին մտածեմ, եթե կարելի է նենց հարցին պատասխանել, միշտ պետքա մինչև վերջ գնալ այն ուղղությամբ, որ միտքդ քեզ տանում է, որտեվ կարող է մի շատ կարևոր, մի շատ գեղեցիկ ինչ-որ փաստ ես նկատում, քեզ թեկուզ կարճաժամկետ, բայց ինչ-որ հաճույք պատճառող, կարևոր ինչ-որ բան ես արձանագրում հետագայի համար, հա, ամեն ինչ կարա լինի, դրա համար երբեք չպետք է կանգ առնեք, ոնց որ ասենք ոնց որ ես չարեցի, կարայի կանգ առնեի, պաուզա տայի, ասենք նորից սկսեի այդ մասը արդեն այդ ձևով բացատրեի, չէ, բայց արույթս որ այն ձևով շարժվելով նախ DF-ի ու FE-ի հավասարությունով մենք բան արեցինք, որ մի եռանկյան մեջ ստացվում է երկու ուղիղ անկյուն, ես դա չէի նախապատրաստել, որ FE-ն ու DF-ը ցույց տամ ի սկզբանե որ հավասար են, հա, հետո հետագայում ասում եմ, հա, ինքնըստինքյան ինչ որ ձև ստացվելու է։ Բայց այդ առաջի հարցին պատասխանելու ժամանակ չէի մտածում, որ դրա մասին խոսեմ։ Իսկ մյուս եղանակը հաշվարկային ընդհանրապես դրա մասին միտքս կարելի ասել այդ ուղղությամբ չէր գնացել, որովհետև այնպես միանգամից այդ 3 ուղղահայացների թեորեմը կիրառելով ստացվում էր հակասությունը, ասում ենք վերջ, սխալը անցնում ենք առաջ, էլ ինչու ավել խորանայի դրա մեջ, բայց արույթս որ լուծելու ընթացքում եւս մեկ անգամ, երբ որ մի քանի անգամ լուծում ես, արդեն վերջի անգամ լուծելուց, երբ որ ավելի լավ ես պատկերացնում, ավելի խորն ես պատկերացնում, երբ որ ամեն ինչ նախորդ անգամներին լուծելիս քեզ
համար արդեն իսկ այս անգամ հայտնի է, քո ուղեղը ասում է, բա եթե մենք պետքա ժամանակ ծախսենք սրա վրա, ինչու նոր բան չնկատենք, ու նույն բանը չենք կրկնելու, հասկանա, դա ինքնաբերաբար է ստացվում, չենք կարողանում կառավարել այդ երևույթը, ու այդպես ստացվում է, որ ուրիշ բաներ ենք նկատում, ավելի ենք խորանում, դե հիմա այդպես է ստացվում, ինչքան գիտելիքդ ավելի շատ լինի, ամուր լինի, ծանրակշիռ լինի, այնքան քեզ համար ավելի լավ է, այնպես որ ժամանակ մի ափսոսացեք ավելի շատ խորանալու, թեկուզ մի հատ հասարակ, բայց փոքրիկ կոնստրուկցիայի մեջ, որտեղ ամեն մեծ բան սկսվում է փոքրից։ Լավ, մեկ անգամ էլ այդ պահը ասեմ, եթե անկյունագծերը զուգահեռագծի ստացվեն հավասար, կստացվի դա ուղղանկյուն է։ Եթե ուղղանկյուն է, անկյուն D-ը C1-ը կստացվի որ ուղիղ է։ Բայց չէ որ C1-ն ուղղայաց է, C1-ն թեք է, E-ն է պրոյեկցիա է հիմքի հարթության վրա։ Դե ստացվում է C1E թեքի հիմքով անցնող այդ հարթության մեջ D-ը ուղիղը ուղղայաց է թեքին, ուրեմն երեք ուղղայացների թեորեմի հակադարձ թեորեմով ուղղայաց է նրա պրոյեկցիան, այսինքն E-ը այս անկյունը ուղիղ է, բայց ասում ենք ոչ, այդ անկյունը 120 աստիճան մեծության անկյուն է եւ ուրեմն եկանք հակասության։ Եթե այդ անկյունը 120 աստիճան մեծության անկյուն է, ուղիղ անկյուն չի, նշանակում է չի կարող D-ն ուղղայաց լինել C1E, նշանակում է եթե ուղղահայաց չի, դե ուղիղ անկյուն չկա, վերջ ուրեմն C1 FD-ի ուղղանկյուն լինելու հանգամանքը կամ դեպքը կարելի ասել բացառվեց, հասկանալի է։ Դե վերջ ուղղանկյուն չի, ուրեմն ասում ենք, որ զուգահեռագիծը, հենց զուգահեռագիծը մնում է, այսինքն անկյունագծերը իսկապես իրար հավասար չեն, որտեղ հավասար լինելու դեպքում պարտադիր կդառնար ուղղանկյուն։ Դե վերջ, ես էլ մի փոքրիկ լրացում, բայց կարևոր իմ կարծիքով լրացում առաջին հարցին պատասխանելու վերաբերյալ։ Ուրեմն ստուգենք պատասխանները S, Չ, S, Չ, Չ, S։ Ամեն ինչ ճիշտ է։ Դե շնորհակալություն ուշադրության համար, կարծում եմ հարցեր չմնաց այս օրինակի հետ կապված, եկեք արդեն անցնենք ուրեմն հաջորդին։